Կարդում ենք Աստվածաշնչից համարներ բժշկության մաս վերաբերյալ։ Ուրեմն բացում ենք Մարկոսի ավետարան և կարդում ենք առաջին գլուխ 21-րդ խոսքից դիվահարի բժշկումը։ Եվ նրանք Կափառնայում գնացին, և իսկույն շաբաթ օրը նա ժողովրան մտնելով սովորեցնում էր, և զարմանում էին նրա վարդապետության վրա, որովհետև իշխանություն ունեցողի պես էր ուսուցանում նրանց, և ոչ ինչպես դպիրները։ Եվ նրանց ժողովրանում մի մարդ կար, որ պիղծ ոգի ուներ, և նա աղաղակեց ասելով. «Մեզ հանգիստ թող, մենք քեզ հետ ինչ գործ ունենք, Հիսուս Նազովրեցի, դու եկել ես մեզ կորցնելու, կորստյան մատնելու, ես գիտեմ քեզ, թե ով ես, դու Աստծո Սուրբը»։ Եվ Հիսուսը սաստեց նրան ասելով. «Պապանձվիր և դուրս արի նրանից»։ Եվ պիղծ ոգին սաստիկ ցնցեց նրան և բարձրաձայն աղաղակելով դուրս եկավ նրանից։ Եվ բոլորը զարմացան այնպես, որ հարցնում էին իրար և ասում. «Ի՞նչ է սա, այս ի՞նչ նոր վարդապետություն է, որ իշխանությամբ նույնիսկ պիղծ ոգիներին է սաստում, և նրանք հնազանդվում են իրեն»։ Եվ շուտով նրա համբավը Գալիլայի բոլոր կողմերում տարածվեց։ 29-րդ խոսքից ենք կարդում. Հիսուսը բժշկում է շատերին։ Եվ շուտով ժողովրանից դուրս գալով եկավ Սիմոնի և Անդրեասի տունը Հակոբոսի և Հովհաննեսի հետ։ Բայց Սիմոնի զոհանջը ջերմի մեջ պառկած էր, և անմիջապես նրա մասին ասացին նրան։ Եվ նա մոտենալով ձեռքից բռնեց, բարձրացրեց նրան և իսկույն ջերմը թողեց նրան, ու նա ծառայում էր նրանց։ Երբ երեկո եղավ, արևի մայր մտնելու ժամանակ, բոլոր հիվանդներին ու դիվահարներին նրա մոտ բերեցին, և ամբողջ քաղաքը հավաքվել էր դռների առջև, և շատ հիվանդների ամեն տեսակ ցավերից բժշկեց, ու շատ դևեր հանեց, և թույլ չէր տալիս դևերին, որ խոսեն, որովհետև գիտեին իրեն։ Առավոտյան լուսարձակից շատ առաջ ելնելով նա գնաց մի ամայի տեղ և այնտեղ աղոթում էր։ Սիմոնը և իր հետ եղողները գնացին նրա հետևից, և երբ գտան նրան, ասացին. «Բոլորը փնտրում են քեզ»։ Եվ նրանց ասաց. «Եկեք գնանք մոտակա գյուղաքաղաքները, որ այնտեղ էլ քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ եկել»։ Եվ ամբողջ Գալիլայով մեկ նրանց ժողովրդներում քարոզում էր և դևերին հանում։ Հիսուսը բժշկում է բորոտին։ Կարդում ենք 40-րդ խոսքից։ Մի բորոտ եկավ նրա մոտ, աղաչում էր նրան և ծնկի եկած ասում. «Եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել»։ Հիսուսն էլ խղճալով ձեռքը մեկնեց, դիպավ նրան և ասաց. «Կամենում եմ, մաքրվիր»։ Եվ երբ այս ասաց նրան, անմիջապես բորոտությունը հեռացավ նրանից, և նա մաքրվեց։ Եվ անմիջապես դուրս հանեց նրան խստիվ պատվիրելով. «Զգույշ եղիր, ոչ ոքի ոչինչ չասես, այլ գնա և քեզ քահանային ցույց տուր, և քո մաքրվելու ընծան, որ Մովսեսը պատվիրեց, տուր նրանց վկայություն լինելու համար»։ Բայց նա դուրս գնալով սկսեց եռանդուն կերպով հրապարակել եղածը և տարածել այն աստիճան, որ Հիսուսը չէր կարողանում հայտնապես քաղաք մտնել, այլ դրսում ամայի տեղերում էր մնում, և բոլոր կողմերից գալիս էին նրա մոտ։ Երկրորդ գլխից ենք կարդում Անդամալույծի բժշկումը։ Եվ դարձյալ Կափառնայում մտավ մի քանի օր հետո, և լուր տարածվեց, որ նա տանն է։ Եվ շուտով շատ մարդիկ հավաքվեցին, այնպես որ այլևս տեղ չմնաց նրանց ընդունելու, նույնիսկ դռան մոտ, և նրանց խոսքն էր քարոզում։ Եվ եկան նրա մոտ բերելով մի անդամալույծի, որին 4 հոգով էին կրում։ Եվ երբ բազմության պատճառով չկարողացան մոտենալ նրան, քանդեցին այն տան կտուրը, որտեղ Հիսուսն էր, և բացելով առաստաղը, ցած իջեցրին մահիճը, որի վրա պառկած էր անդամալույծը։ Երբ Հիսուսը նրանց հավատը տեսավ, անդամալույծին ասաց. «Որդյա, քո մեղքերը ներված են»։ Եվ դպիրներից ոմանք, որ այնտեղ նստած էին, իրենց սրտերի մեջ մտածում էին. «Ինչու է այս մարդը այսպես հայհոյություններ խոսում, ով կարող է մեղքերի թողություն տալ, բացի միայն Աստծուց»։ Եվ Հիսուսը իր հոգում, իսկույն իմանալով նրանց սրտի խորհուրդները, նրանց ասաց. «Ինչու եք ձեր սրտում այդպես մտածում, ո՞րն է ավելի հեշտ, անդամալույծին ասել՝ քո մեղքերը քեզ ներված են, թե ասել՝ վեր կաց, վերցրու մահիճդ ու քայլիր։ Սակայն որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին երկրի վրա մեղքեր ներելու իշխանություն ունի, անդամալույծին ասաց. «Քեզ եմ ասում, վեր կաց, վերցրու մահիճդ ու տունդ գնա»։ Եվ նա անմիջապես ելավ, վերցրեց մահիճը
ու բոլորի աչքի առջև դուրս գնաց, այնպես որ բոլորը զարմանում էին և Աստծուն փառաբանում, ասելով. «Այսպիսի բան երբեք չենք տեսել»։ Երրորդ գլխից ենք կարդում չորացած ձեռքի բժշկումը։ Եվ նա նորից ժողարանը մտավ, և այնտեղ մի մարդ կար, որի ձեռքը չորացած էր, և դիտում էին նրան, թե արդյոք շաբաթ օրով կբժշկի, որպեսզի մեղադրեն նրան։ Եվ նա չորացած ձեռքով մարդուն ասաց. «Կանգնիր մեջտեղ արի», և ասաց նրան. «Շաբաթ օրով բարի գործելն է օրինավոր, թե չարը, կյանք փրկելը, թե կործանելը»։ Իսկ նրանք լուռ մնացին։ Նա էլ բարկությամբ լցված, շուրջը նայելով նրանց սրտի կարծրությունից տրտմած, այն մարդուն ասաց. «Երկարի ձեռքդ», և նա երկարեց, ու նրա ձեռքը առողջացավ, դարձավ ինչպես մյուսը։ Եվ փարիսեցիները շուտով դուրս եկան և հերովդեսյանների հետ խորհուրդ էին անում նրա դեմ, թե ինչպես նրան կործանեն։ Բազմություն ծովափին 7-րդ խոսքից ենք կարդում։ Իսկ Հիսուսը ծովեզերք քաշվեց իր աշակերտների հետ, և մեծ բազմություն էր գնում նրա հետևից Գալիլայից և Հրեաստանից, Երուսաղեմից և Եդոմից և Հորդանանի մյուս կողմից, ինչպես նաև նրանք, որ Տիրոսի ու Սիդոնի շրջակայքից էին։ Մի մեծ բազմություն, երբ լսում էին, թե ինչ մեծ բաներ է արել, նրա մոտ էին գալիս, և իր աշակերտներին ասաց, որ մի նավակ պատրաստ լինի իր համար բազմության պատճառով, որպեսզի իրեն չնեղեն, քանի որ նա շատերին բժշկեց, ամեն տեսակ հիվանդություն ունեցող մարդիկ խռնվում էին նրա շուրջը, որ դիպչեն նրան, և պիղծ ոգիները, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առջև, աղաղակում և ասում. «Դու Աստծո Որդին ես»։ Իսկ նա խստորեն սաստում էր նրանց, որ չհայտնեն իր ով լինելը։